Սերներ փառք, գոյություն եւ շնորհակալություն մեր ամենակարող Տիրոջը, որ մենք հասկաց չունենք, որ նա մեզ սիրում է։ Եվ մեզ համար իր որդին տվեց, ասեց Աստված այնքան սիրեց, որ իր աշխարհը, որ իր որդին տվեց, որովհետեւ որ նրան հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եվ ոչ միայն իր սուրբ որդուն զոհեց մեզ համար, այլ նա զոհեց Աստված իր սուրբ որդուն, որպեսզի մենք կարողանանք մեզի համար հասանելի եղնի, հնարավոր լինի Սուրբ Հոգու մկրտությունը եւ ընդունելությունը, որ Աստված մեզ կարողանա Սուրբ Հոգով միացնել իրան, միացնել նրանց, ովքեր որ իրանից հեռացել են, միացնել նրանց, ում որ ինքը արհամարել, ովքեր որ իրան արհամարել են, միացնել նրանց իրան միացնել, ովքեր որ իրան թողել են եւ մերժել են։ Աստված ուզեցավ իր Սուրբ Հոգով մարդկանց այնքան սիրեց, որ իր միացին որդին տվեց հավիտենական փրկության համար, եւ այդ ամենը ինքը իր կործեց Սուրբ Հոգու միջոցով։ Ես ուզում եմ հիշատակել եղբայրներ քույրեր, մի բան, ուրեմն Նիկիա քաղաքում, դա հունական քաղաք է, Նիկիա քաղաքում 325 թվականին տեղի ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը, որի ժամանակ մեր Հայաստանի կողմից, Հայաստանի առաքելական եկեղեցու կողմից գնացել է մի մեծ պատվիրակություն Գրիգոր Լուսավորիչի ամենավերջի որդու Վրթանեսի, իշքան հիշում եմ, իր ղեկավարությամբ։ Եվ Նիկիայի այդ ժողովում ընդունվել է հավատի հանկանակ, որը ընդունվել է թե առաքելական եկեղեցի կողմից եւ կոչվում է տիեզերական ժողովի կողմից ընտրված հավատո հանկանակ։ Ես մի երկու տուն թող ընդամենը դրանից կկարդամ սերներ եւ բոլորը ժամանակի պատճառով իհարկե չեմ կարդա, բայց մեր գուտով կուզենամ կարդալ։ Հավատում ենք մեկ Աստծո ամենակալ Հորը, երկնքի եւ երկրի երևելիների, այսինքն երևացող եւ աներևույթների արարչին, եւ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն ծնված Հայր Աստծուց, միացին, այսինքն Հոր էությունից։ Աստված Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ թե արարած, նույն ինքը հոր բնությունից, որի մեջ միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում եւ երկրի վրա, երևելիներն ու աներևույթները։ Այս մասին մոտարապես մեր Համլետ եղբայրը նորից նարեգացի մեջից կարտած համայրանույն միտքն էր ասում սերներ։ Եվ վերջի մասը կուզեմ կարդամ։ Հավատում ենք նաեւ Սուրբ Հոգուն, անեղ եւ կատարյալ, որը խոսեց օրենքի մարգարեների եւ ավետարանների միջոցով, որ իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով եւ բնակություն հաստատեց սրբերի մեջ։ Աստծո խոստման համաձայն իհարկե։ Հավատում ենք նաեւ մեկ ընտրանական եւ առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության եւ թողության, մերենների հարության, հոգիների եւ մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության եւ հավիտենական կյանքի։ Սա է այդ ժողովի ընդունված բանացևը, հետագա ամբողջ աշխարհում շատերն են ուզեցել փոխել, բայց իհարկե փոխվողները փոխվել են, իսկ անփոխողները, որոնք որ Աստծո հետ կապված են եղել, նրանք մնացել են, սիրելի եղբայրներ քույրեր։ Եղբայրներ քույրեր, ուրեմն Աստված իր որդուն ուղարկեց մեզ փրկության համար։ Եվ մենք գիտենք մի կարևոր բան, որ Տեր Հիսուսը եկավ ոչ թե իր թագավորությունը հաստատելու աշխարհի վրա, իր փառք եւ իր թագավորությունը, այլ ինքը եկավ իր թագավորությունը մեր սրտերում հաստատելու եղբայրներ քույրեր, որպեսզի իր թագավորությունը մեր սրտում լիներ։ Եվ Պողոս առաքյալը շեշտում է, թե ինչ է Աստծո արքայությունը, ասեմնա ուտելիք, խմելիք, հագնելիք եւ երկրավոր ոչ մի բան չէ, հապա ասում է արտարություն, խաղաղություն, կներեք,
Արդարություն, խաղաղություն եւ ցնծություն Սուրբ Հոգով։ Ուրեմն Աստված ուզեցավ Սուրբ Հոգով իր արքայությունը մեր մեջ հաստատել, որը ոչ թե երկրավոր երևացող մամնավոր մի բան է, այլ ինքը երկրային արդարություն, որը երկնքից է։ 85-րդ Սաղմոսի մեջ ասում է արդարություն երկնքից վար պետք է նայի։ Արդարությունը այդ երկնքից էր, բայց հանկարծ մեր մեջ հայտնվեց։ Արդարությունը մենք չունենք ընդհանրապես մեղքի մեջ ենք, բայց հանկարծ Աստված իր որդորելով մեզ պարգևեց, եղբայրներ քույրեր։ Չկար խաղաղություն երկրի վրա, մարդկանց սրտերի մեջ, ոչ երկրի վրա կար խաղաղություն եւ ոչ մարդկանց սրտերի մեջ, բայց Աստված այդ խաղաղությունը հաստատում է իրան ընդունողների սրտի մեջ։ Իրան ընդունողների չկա ուրախություն այս երկրի վրա, ամենքը ուրախություն են փնտրում, ամենքը կյանք են փնտրում, ամենքը մխիթարություն են փնտրում, եղբայրներ քույրեր, բայց փնտրում են ուրիշ տեղ։ Այդ ուրախությունը միայն Սուրբ Հոգով է եւ երկնային է, որը երբ որ Աստված է տալիս, մարդիկ այլևս չեն կարող վերցնել, սիրելիներ։ Չեն կարող վերցնել։ Աշխարհը չի կարող վերցնել։ Տեր Հիսուսի համար ասում է, ով Աստված, դու արդարությունը սիրեցիր եւ անօրությունը ատեցիր։ Ադոր համար ով Աստված, քո Աստվածը քեզ ուրախության յուղով օծեց, քո ընկերներդ ավելի։ Ամենամեծ նեղությունը, չարչարանքը, դժվարությունը կրել է մեր սիրելի Տեր Հիսուսը, բայց նրա ուրախությունը ամենաբարձրն է եղել։ Նրա խաղաղությունը ամենաբարձրն է եղել, որտեղ ինքն է խաղաղության իշխանը։ Ինքն է լույսը եւ ասում է, կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց մեջ կլուսավորեր։ Եվ կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ խավարը զանիկա չճանչեցավ, բայց մենք ճանաչեցինք, որովհետեւ ընդունեցինք իրան։ Իսկ ովքեր որ ընդունեցին իրան, սիրելներ, նրանց ասում է իշխանություն տվավ Աստծոյ որդիներ լինելու, որոնք կհավատան իր անվանը, ընդունեցինք եւ հավատացինք իր անվանը։ Եվ ասում է նրանց իշխանություն տվավ Աստծոյ որդիներ լինելու։ Եղբայրներ քույրեր, ես ուզում եմ ասել մի բան, որ մենք մեր հայացքը նետենք մեր կյանքին։ Միտե մենք Սուրբ Հոգին արժանացել ենք, եղբայրներ քույրեր, մեր աշտարությամբ, մեր գործերով։ Պողոս Արաքյալը նույնիսկ Գաղատացիս թղթում խիստ հանդիմանում է ասելով, ով անմիտ Գաղատացիներ, դուք հավատքի լսելով է, օրենքի գործերով է Սուրբ Հոգին արիք, թե հավատքի լսելով է։ Իհարկե հավատքի լսելով, հավատքով լսեցինք այդ խոսքը, իսկ Տեր Հիսուսը սիրելիներ ասում է հետևյալը, Տեր Հիսուսը սիրելի եղբայրներ քույրեր, այս խոսքը գրված է Մատթեոսի ավետարանի մեջ, ասում է, ձեզմով այն հայրը, որ մեր որդին հաց ուզե քար տանոր, կամ եթե ցուգ ուզե ցուկին տեղ օս տանոր, կամ եթե հավգիտ ուզե կարիճ տանոր։ Ուստի թե դուք որ չարեք եւ ձեր զավակներին աղեք ընծաներ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը, որ երկինքն է, Սուրբ Հոգին պիտի տա անոնց, որ իր մեկ խնդրեն։ Եղբայրներ ջան, եթե դժվար չէ, այդտեղ խնդրում եմ գցեք այդ համարը։ Ուրեմն Ղուկաս 11:13։ Ղուկաս 11:13, սերներ։ Ուրեմն նորից նայենք եղբայրներ քույրեր, ասում ենք չարենք, բայց բարինցաներ տալ գիտենք։ Բայց Աստված որ բարի է, ինչպեսի ինձ սա կարող է տալ։ Եղբայրներ քույրեր, մենք չենք հասկանում Սուրբ Հոգու փառքը, նրա էությունը, նրա սրբությունը, նրա կարևորությունը, միայն կարող ենք մի բան հասկանալ, ընդունել, որ Սուրբ Հոգին Սուրբ երաժշտության երրորդ անձն է։ Նա անձ է եւ Քրիստոս անձը Սուրբ Հոգիով գալիս է Քրիստոս մեր մեջ բնակվելու։ Դրանից ավելի մեծ փառք չկա այս աշխարհի վրա։ Այս աշխարհի վրա մեծ փառք չկա ավելին, որ քեզ հետ է ամենակարող Աստվածը, արարչության Հոգին, ուրախության, մխիթարության, կյանքի, բարեխոսության, սրբության, ճշմարտության, զորության, զգաստության եւ սիրո Հոգին մեր մեջ է, եղբայրներ քույրեր։ Եվ նա մեզ համար ամեն ինչ անում է։ Մենք իշքան ենք եղել եղբայրներ քույրեր տկարության մեջ, բայց Սուրբ Հոգին մեզ զորացել է, բարձրացել է։ Մենք իշքան ենք ունեցել անհույս ընկճված
վիճակ եղբայրներ քույրեր, Աստված մեզ իր Սուրբ Հոգիով հույս է տալիս։ Ես այդտեղ վերջում կկարտամ սերներ։ Նա հույս է տվել մեզ։ Մենք զորություն չենք ունեցել, բայց Աստված մեզ զորություն է տվել ապրելու եւ շարունակելու։ Եղբայրներ քույրեր, ոչ մի տեղից շանս եւ հույս չի եղել, Աստված է եղել միայն այդ ամենը։ Եղել նրան, որ Աստծուն է ուսացել։ Եղբայրներ քույրեր։ Եվ մեր անդրանիկ եղբայրն շեշտեց, որ Սուրբ Հոգին մեր մեջ գտնվելով ավետարանի մեջ կա պատվեր, որ դու մի վշտացու Սուրբ Հոգուն, ինքը անձ է, ինքը միայն ոչ թե զորություն, այլ ինքը անձ է, օժտված անսահման զորությամբ, որպես աստվածության երրորդ անձ է, եղբայրներ քույրեր։ Մեր առաքելական եկեղեցին էլ այդպես ընդունում եւ այդ տեզական ժողովի մեջ էլ այդպես ընդունվել եղբայրներ քույրեր, որ նա աստվածության երրորդ անձն է եւ նա մեր կյանքում եկել է մեզ ապրեցնելու, մեզ իրան միացնելու, իր Սուրբ Հոգիով մեզ իրան միացնելու, ցույց տալու, որ ինչքան մենք հարազատ ենք եւ ինչքան մենք թանկ ենք իր համար։ Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ ապացուցում է, որ մենք Աստծո զավակներ ենք, որ ասում է, թե Սուրբ Հոգի մեր միջից կանչում է Աբբա Հայր եւ շարունակում է Սուրբ Հոգին մեր հոգի հետ վկայություն է տալիս, թե մենք Աստծոյի որդիներ ենք։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին կյանք է բերել մեր կյանքում, բայց մենք իրան շատ անգամ մերժում ենք։ Եղբայրը շեշտեց, թե մենք իրան վշտացնում ենք, բայց նա եկել է մեզ մեջ մեզի ուրախացնելու համար, մեզի մխիթ արելու համար, եղբայրներ քույրեր, նա եկել է մեզ ուժ տալու, կյանք տալու համար, մենք իրան մարում ենք, եղբայրներ քույրեր, մենք իրան մարում ենք, իր ներկայությունը մեր մեջ, մեր մեղքերով, անհնազանդությունով չլսելով Աստծուն, բայց նա մեզ զորացնում է, եղբայրներ քույրեր, կյանքի ուժ եւ զորություն է տալիս։ Սիրելիներ, սա անում է միայն Սուրբ Հոգին, եւ սա Սուրբ Հիսուսի այրանքիններ, եւ ոչ թե մեր ցանկություններ, ոչ թե մեր իմաստություններ, ոչ թե մեր կարողություններ, ոչ թե մեր զորությունն ու սրբություն, արտարություններ։ Ավետարան ասում է, թե ոչ թե մենք մեր զորությամբ ու սրբությամբ այս մարդուն բժշկություն բերեցինք, հաբա Սուրբ Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք մերժեցիք Պիղադոսի առաջ, երբ ինք վճռեց իրան արձակելու, բայց դուք մուրացաք եւ մավան մատնեցիք երկնքի սրբին։ Եղբայրներ քույրեր, Ինչքան առավել ևս մենք պետք է այդ ամենը ընդունենք, որ նա ինչ կարող անել մեր սրտերի մեջ։ Աստված, մենք իրան մերժում ենք, բայց ինքը մեզ չի թողնում, մեզ ընդունում է, եղբայրներ քույրեր։ Մենք իրանից հերես ենք թեքում, բայց ինքը մեզ ընտառաջ է գնում։ Օրհնյալ եղնի իր անունը։ Շնորհակալություն ասենք մեր սրտերի մեջ, որ Աստված այդպիսի վերաբերմունք ունի։ Ես ընդամենը ասեցի ինչ որ ուզում էի ասել, սերներ, բայց այս ամենի հետ կապված ուզում եմ ընդամենը մի երկու բառ ասել, մի երկու համար բերել այն ամեն հետ, ինչ որ ես արդեն ասեցի, այդ ամենը հաստատող, այդ ամենը լրացնող համարներ են, եղբայրներ քույրեր։ Նախ եւ առաջ Սուրբ Հոգու վերաբերյալ, երբ որ եղբայրները շեշտեցին Աստծո կրակը իջավ, Սամվել եղբայրներ կարծեմ այդ մասին իշադագեց, Սուրբ Հոգիով Աստծո կրակը իջավ, սերներ, ուրեմն առաքյալները ոչ միայն բոլորը զարմացան, հապա ամբողջ ժողովուրդը եկան մեկտեղ եւ զարմացան։ Ու Պետրոս առաքյալը իր բացատրական խոսքի մեջ ասեց հետեւյալը, սերներ, որ գրված է, եւ պիտի լա, որ վերջին օրերը կսա Աստված իմ հոգիս ամեն մամնի վրա պիտի թափեմ, ու ձեր տղաք եւ ձեր աղջիկները պիտի մարգարանան, ու ձեր երազները, երիտասարդները տեսիքներ պիտի տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաներուս իմ աղախիներուս վրա այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ ու պիտի մարգարանան։ Այսինքն, եւ Պետրոսը առաքյալը վերջում շարունակում է, ասում է, որ ասում է ձեզի, ձեր որդիներուն եւ ձեր բոլոր հերու եղողներուն, որոնք մեր Տեր Աստվածը պիտի կանչեն։ Սուրբ Հոգին ասում է, նորից կարդամ սերներ, կիսատ կարդացի, բայց սխալ էի։ Եվ Սուրբ Հոգին պարգևը պիտի ընդունեք, վասնզի խոստումը ձեզի, ձեր որդիներուն եւ մեր բոլորի համար, եղբայրներ քույրեր։ Իսկ Տեր Հիսուսը լրացրեց, հաստատեց այդ խոսքը ասելով, եթե դուք չարեք ու ձեր զավակներին պարինցարներ տակ գիտեք, որ չափ ավելի Աստված որ պարի երկնքեն Սուրբ Հոգին պիտի տա անոնց
որ զինք կխնդրեմ։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին տրված է իրանով առաջնորդվելու, իրանով ապրելու, իրանով խորհելու, իրանով սովորելու, իրանով զորանալու, իրանով ապրելու համար է տրված։ Եվ դրա համար ինքը շեշտում է, բայց անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվին, անոնք Աստծո որդիներ են։ Քանզի դուք ծառայության հոգին չարիք կրկին վախնալու, ապա որդեգրության հոգին արիք, որ անով կկանչեք Աբա Հայր, նա որդեգրության հոգին է նաև։ Նույնինքն հոգին վկայություն կտա մեր հոգին է, թե մենք Աստծո որդիներ ենք։ Եվ տեսեք ինչ է ասում, մեր խոսքի մտքին սրտին անհասկանալի, եղբայրներ քույրեր, ասում է, որ մենք Աստծո որդիներ ենք։ Եվ ուրեմն, եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդները եւ Քրիստոսի ժառանգակիցները, որպեսզի եթե իր շարժանքներին կցորդ ըլանք, իր փառքին հաղորդ ըլանք։ Եղբայրներ քույրեր, Աստված տալիս է այս բոլորը մեզ համար անհասկանալի է, թե ինչ է գրված, արդյոք սա ինձ է վերաբերում, արդյոք ես ստեղ բաժնում, միթե միայն ծա առաքյալներին էր, միթե մեզ ընկել ենք ստեղ ու մեզ չի հետաքրում այդ իրավիճակի կարևորությունը այդ խնդրի։ Թող Աստված տա, որովհետեւ մենք հավատքով անենք եւ շայդ նույն գլխի մեջ 8-րդ գլխի մեջ ասում է «Վանզի կզանոնք, որ Աստված կճանչնար, առաջվանես սահմանեց, իր որդի պատկերին կերպարանքից լալու, որովհետեւ անիկան դրանի կլա բազմաթիվ եղբայրների մեջ»։ Ուրեմն Աստծո հավիտենական նախասահմանությունն է, սիրելի եղբայրներ քույրեր, հավիտենական նախասահմանությունը, որ տրվեց մեզի հավիտենական ժամանակներից առաջ, ինչպես շեշտում ավետարանը, բայց հայտնվեցավ Հիսուս Քրիստոսի երևնալովը, որ խափանեց մահը եւ լուսավորեց կյանքը եւ անմահությունը ավետարանի միջոցով։ Ուղղակի տեղ չու ժամանակ չունիմ կարդալու, ես անգիր ասեցի սերներ, որ լուսավորեց կյանքը, խափանեց մահը եւ լուսավորեց կյանքը եւ անմահությունը ավետարանի միջոցով։ Եվ եղբայրներ քույրեր, մենք գիտենք նաեւ հետեւյալը սերներ, որ իշքան նեղություն են կրել առաջվա մարդիկը, ասում անոնք ամենքն հավատքով մեռան, խոստումներ չառած, այնպիսի մարդիկ, որոնք Աբրահամը, Մովսեսը, մարգարեները, մյուսները, եղբայրներ քույրեր, նրանց համար շեշտում է, ասում ամենքն հավատքով մեռան, խոստումներ չառած, հապա հավատքով հեռուն տեսան, սանոնք ու ողջունեցին եւ խոստովանեցան, թե իրենք օտարներ ու պանդուկներ են երկրի վրա։ Օտարներ ու պանդուկներ ենք մենք էլ երկրի վրա։ Սակայն Պողոս Արաքյանն լրացնում է այս գլխի մեջ եւ ասում հավատքով վկայված խոստումը չարին։ Քանզի Աստված ավելի մեծ, Աստված մեզ համար ավելի աղեկան նախապատրաստեց, որպեսզի անոնք առանց մեզի չկատարվին։ Ուրեմն Աստված ավելի աղեկան նախապատրաստեց մեզ համար Սուրբ Հոգիով, որպեսզի նրանք առանց մեզ չկատարվին։ Սուրբ Հոգին Աստծո խոստումների իրագործողն է մեր կյանքում։ Աստծո բոլոր խոստումների իրագործողն է մեր կյանքում։ Դրա համար Աստված ասում է, Պողոս Արաքյանն ասում է, որպեսզի ժամանակներում վերանալուն տրտեսությանը մեջ ամեն բան բովանդակեք Քրիստոսով։ Այդտեղը կաշտամ, այդտեղը կաշտամ կոնե։ Դա գրված է Եփեսացիս թղթի առաջի գլխի մեջ սիրներ։ Թե երկնքի վրա, երկնքում եւ թե երկրի վրա, որպեսզի ժամանակներում լրանալու տնտեսության մեջ ամեն բան բովանդակե Քրիստոսով, թե երկնքում եւ թե երկրի վրա, որի միջով մենք էլ ժառանգություն առենք։ Կարդամ, որպեսզի ժամանակներում լրանալու տնտեսության մեջ ամեն բան բովանդակե Քրիստոսով, ինչ որ երկինքը ու ինչ որ երկրի վրա կա։ Երկնքի ժամանակները մի փոքր ուրիշ են սերներ, երկրի ժամանակները մի փոքր ուրիշ են սերներ։ Երկրի ժամանակներին մենք մի փոքր ծանոթ ենք, այնքան էլ ճիշտ ասած ծանոթ չենք, բայց երկրի ժամանակների մասին մենք ոչ մի բան ասել չենք կարող։ Նրա տնօրինությունը, նրա իմաստավորվելը, նրա բովանդակությունը, ամեն բան բովանդակել, իմաստավորվել է երկնքում երկրի վրա Հիսուսի միջոցով։ Անոր միջոցով մենք կա ժառանգություն առենք, որ որոշված էր անոր նախասահմանությունով, որ ամեն բանի կամքին խորհրդով կգործադրվի։ Եվ վերջում Եվ ասում է, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որով հավատալով խոստացյալ, Սուրբ Հոգին միջոցով կընկվեցաք, որը մեր ժառանգորդը լալու գրավականն է, մինչև սեփականությունը դարձնենք իր փառքին գովությանը համար։ Ուրեմն մեր սեփականության, երկնքի ժառանգության, մեր կյանքի Աստծո զավակ լինելու գրավականն է
մեր մեջ երկնքից Աստծո որդիով հաստատված եղբայրներ քույրեր եւ նաեւ սերներ մի համար կկաշտամ եղբայրներ քույրեր մի համար կկաշտամ մենք գիտենանք որ այդ կյանքից շատ հեռու ենք եղել եղբայրներ հիշենք միշտ անարժան ենք եղել ես մի անգամ եղբայր խնդրում էր Սուրբ Հոգով շատերն են խնդրում այդ օրը Սուրբ Հոգու մկրտության համար այդ եղբայրը լրիվ դեմքը քրդինք լաց եղբայրներ քույրեր խառնված էր իրար ես իրան մոտեցա ասի աղբերս հնարավոր չէ որ դրսից էլ մարգարեներ կային այդ աղոթքի ժամանակ ասի աղբերս ինչքան կուզես տանջվի դու արժան չես չերի Սուրբ Հոգու մկրտության մենք արժան լինել չենք կարող Իշքան այդ տանջվի քու ուժով դու կյանքում չես մկրտվի մենք կմկրտվենք միայն Հիսուս Քրիստոսի Սուրբ այրան վրա եղած հավատքով եղբայրներ քույրեր միայն Քրիստոսի այրունն է տալիս այդ արժանիկը միայն Հիսուսի այրունն է եղբայրներ քույրեր մեր մեջ գալով Հիսուսի հավատքի զորությամբ մեզ հնարավորություն տալիս որպեսզի մենք մոտենանք եւ Սուրբ Հոգով մկրտվենք Աստված իր զավակների վրա խոստացել է թափել եւ ինքը կտա եղբայրներ քույրեր ես կարդացի Աստծո խոսքը ես կստեղ ասում է տեսեք հայր ինչպիսի մեջ ծեր շնորհես մեզի որ մենք Աստծո որդիներ լինենք Սուրբ Հոգու պտուղներ անդրանիկ եղբայր ժամանակ չունեցավ կարդալու ինքը ասեց մամնավոր պտուղները ինչ են Գաղատացիս 5-րդ գլխի մեջ եղբայրներ քույրեր մենք ինչով ենք ապրել ինչ է մամնի պտուղները բղծություն անարակություն չարություն, մարդասպանություն, ամեն ինչ որ այդպիսին է, սդություն, սդախություն, ամեն բան, ինչ որ վատ է եղբայրներ քույրեր, բայց Սուրբ Հոգու զորությունը, բայց Սուրբ Հոգու պտուղը ուրախություն, սեր, ուրախություն, խնդություն, ժուժկալություն, խաղաղություն եւ ուրախություն եղբայրներ քույրեր։ Սակայն ես ուզում եմ եղբայրներ քույրեր նորից հիշեցնել այստեղը, որ ասում է Աստված ասում է Եվ ով որ կտավանի թե Հիսուս Աստծոյ որդին Աստված անոր մեջ կբնակվի ու անալ Աստծոյ մեջ մենք ճանչեցանք ու հավատացինք թե Աստված մեզ կսիրե Աստված սեր է ան որ սիրո մեջ կբնակվի Աստծոյ մեջ կբնակվի ու Աստված անոր մեջ եղբայրներ քույրեր իսկ Սուրբ Հոգ ասում է Աստծոյ սերը մեր սերտերի մեջ տարածված է Սուրբ Հոգի ցերքով եւ ասում է որպեսի ձեր հույսը առատանա ել չեմ բացի կարդա որպեսի ձեր հույսը առատանա Սուրբ Հոգու զորությունով եթե մենք հույս ունենք եթե մենք զորություն չունենք եթե մեր մեջ սեր չկա ուրեմն մենք Սուրբ Հոգին հետ կապ չունենք եղբայրներ քույրեր Աստծոյ սերը մեր մեջ տարածված է Սուրբ Հոգու ցերքով Հռոմայեցիս 5:5 Սերան մեր համար դու կյանքի դուժը պագաս է հույսդ պագաս է ես կարդացի որպեսզի նաև մեր հույսը առատանա Սուրբ Հոգու զորությունով եղբայրներ քույրեր ուրեմն դու հեռու ես իրանից ուրախություն չկա ուրեմն դու հեռու ես Սուրբ Հոգուց որտեղ Աստծո արկայությունն է ուրախությունը պայմանավորում դրա համար եղբայրներ քույրեր եթե մենք այսօր կան այստեղ մարդիկ ովքեր որ սերներ այդպիսի վիճակ ունեն որի չեն կարող ազատագրվել Հույսը պակաս է, կյանքի նկատմամբ ուժը, զորությունը, ուրախությունը, խաղաղությունը, մխիթարությունը։ Աստված ասել է, ես կգնամ, բայց կաղաչեմ օրը, որպեսզի մեկ մխիթարիչ ուղարկի ձեր մեջ, որ ձեզ հետ լա հավիտյանս հավիտենից, որ ձեր մեջ պետք է բնակվի եւ ձեր հետ պետք է լինի։ Ուրեմն Աստված Սուրբ Հոգիով եկել է մեր մեջ բնակվելու հավիտյանս հավիտենից մեզ հետ լինելու։ Մենք իրան մերժում ենք, թե ընդունում ենք եղբայրներ քույրեր։ Նա մեզ հետ լինելու հավիտյան, մեզ հետ լինելու ցանկություն հայտնել։ Այդ մի տեղը կկարդամ եղբայրներ քույրեր, որտեղ համարում եմ, որ շատ կարևոր է։ Վերջի համարը կկարդամ, ես Աստծո պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ պիտի տա ցեզի, որպեսզի հավիտյան ձեր հետ բնակվի։ Ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունել, բանձը չի տեսնել զանիկա ու չի ճանչնար զանիկա։ Բայց դու կճանչնաք զանիկա, բանձը ձեր քով բնակվի եւ ձեր մեջ պետք է լա։ Ձեզ որբ չեմ թողնոր։ Աստված Սուրբ Հոգիով մեզի որբ չթողես։